Տիկին Գալեյան, Արա Ռոստոմյանի կալանքի հարցը պիտի քննարկվի Բագրատ Սրբազանի պարագայում արդեն ըստ էության պարզ է ելքը հաշվի առնելով, թե ով է դատավորը, Մասիս Մելքոնյանը, ով նաև պարոն Գալեյանի մասով կալանքի որոշում էր ընդունել, Արա Ռոստոմյանի դատավորը գործով կալանքի ով է եւ նույն պատկերն եք սպասում։ Կարեն դատավորի անունը Ֆարխոյան, հա, Կարեն Ֆարխոյանն է, Կարեն Ֆարխոյանը, եթե չեմ սխալվում, մեր ծնողներից Արմենի սեպտեմբերի 21-ի գործով Արմենի կալանք տվող, Արմեն Գալստյանին կալանք տվող դատավորն է, ըստ իս սպասում եմ էլի նույն արդյունքը, ոնց որ Մասիս Մելքոնյանը արդեն առավոտյան պարզ է, որ այս գործը սարքված է, որպեսզի կալանավորեն, այլ որոշում չեմ էլ սպասում։ Տեսեք, փորձում են զոհված զինծառայողի հորը ահաբեկչի պիտակ կպցնել, այս առումով ինչ կարող եք ասել, այսինքն քիչ ցավ են մարդիկ տեսել հիմա կրկին այս գործերը։ Գիտեք, այս պարագայում այս ընտանիքները, որոնք որ կորցրել ենք մեր տղաներին, չգիտեմ ինչ տեսակի ցավ պետքա լինի, որ մեզ նորից կոտրի։ Մենք ի սկզբանե ծնողներով, երբ որ դուրս ենք եկել պայքարի, ասել ենք սատանան է լինի, մենք կանգնելու ենք կողքին, միայն թե այս իշխանությանը հեռացնենք։ Այն պարագայում, երբ որ երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարվել է այն նախադասությունը, որ պատերազմը կարող էր ունենալ նույն արդյունքը, սակայն առանց զոհերի, դուրս է գալիս այսպես, որ ես տարել եմ ձեր երեխեքին, սպանել եմ ու հիմա էլ կալանավորում եմ ձեզ, փորձելով դրանով վախեցնել ծնողին, չխոսալ, չպայքարել, ես իմ կարծիքը